Հարգելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, 6 տարի առաջ այսօրը Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվելով երկրում ստեղծված հետընտրական իրավիճակի հանգուցալուծման իրավական խաղաղ տարբերակից որոշեցին օգտվել զենքի ուժով իշխանությունը պահելու հնարավորությունից։ Դրա արդյունքում տեղի ունեցավ ամենաողբերգականը։ Իշխանության կողմից հրազենի օգտագործման արդյունքում 10 խաղաղ անզեն քաղաքացիներ զոհվեցին։ 6 տարի շարունակ արյան գնով իշխանության եկած ուժերը այդպես է չընդունելով իրենց մեղքը ոչինչ չարեցին կատարված հանցագործությունը բացահայտելու, մեղավորներին հայտնաբերելու, պատժելու ուղղությամբ։ Ընդհակառակը, իշխանության հակառակորդ հարյուրավոր մարդիկ անհիմն մեղադրանքներով հայտնվեցին ազատության մեջ, ենթարկվեցին տարբեր պատիժների։ 2008 թվականի մարտի 1-ի գնով իշխանության եկած մարդիկ այդպես է չկարողացան ապահովել երկրի զարգացումը։ Հայաստանի Հանրապետությունը տարան կործանման, որպես վերահասված է ապացույց թվարկեմ ընդամենը 2 փաստ։ Վերջին 6 տարիների 2008-2013 թվականների ընթացքում Հանրապետությունից հեռացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը ըստ պաշտոնական վիճակագրության հավասար է 246,000 մարդու։ Այսօրվա Գեղարքունիքի եւ կամ Լոռու մարզի ազգաբնակչության հավասար մի թիվ։ Հայաստանը 6 տարվա ընթացքում իր պետական պարկը հասցրեց 4.5 միլիարդ դոլարի։ 2008 թվականի համեմատ այն ավելացնելով ավելի քան 2.5 անգամ։ Ու այդպես է չկարողանալով վերականգնել տնտեսության միշտ ճգնաժամային մակարդակը։ Այս ժամանակահատվածի ընթացքում Հայաստանը կորցրեց իր մնացածությունը ոչ միայն աշխարհում, այլ տարածաշրջանում, վերածվելով մի անհեռանկար տնտեսական առումով անհետաքրքիր, կոռումպացված երկրի, որտեղ երկրի քաղաքացին, աշխատավորները, տնտեսավարողները, բիզնեսմենները, հատկապես փոքր եւ միջին բիզնեսը շնչահեղձ են լինում, այլևս չեն դիմանում պետական իշխանական կազմակերպված թանանին։ Իշխանության երևակայությունն է պարզում է չափ ու սահման չի ճանաչում։ Գիշերը քնում, առավոտյան արթնանում են մարդկանց սեփական երկրի քաղաքացիների գրպանները դատարկելու, կեղեքելու, թալանելու նոր ձևեր, մեթոդներ գտած։ Սասունցի Դավիթի էպոսի Մսրամերիքի հարկահավաքներ Բադին ու Կոզբադինը սրանց շատ կնախանձեին։ Տեսեք ինչ էր տեղի ունեցան անցած տարի, ինչպես թալանեցին ժողովրդին։ Էլեկտրոէներգիայի նոր հանար, թոշակի անցնելուց հետո, այսօրվա երիտասարդը, մինչև 12 տարի ամեն ամիս կստանա այսօրվա 41,000 դրամի համարժեք թոշակ։ Սրա մասին ոչինչ չեն ասում։ Այսինքն, վարեկեցիկ թոշակային կյանքը 35 տարի հետո արժանալու է ընդամենը այսօրվա գներով ընդամենը 41,000 դրամ։ Մեկ անգամ ևս նշեմ, որ ամենասովորական գրպանահատություն է սա, որի հեղինակ եւ իրականություն իշխանությունն է։ Քանի որ չկա որևէ երաշխիք, որ մարդկանցից տիպողաբար վերցված գումարները ի վերջո ծառայելու են այսօր այդքան գովաբանված շատ հեռու ժամանակների բարեկեցիկ ծերության ապահովմանը։ Մարդկանց պարտադրելու, ստիպելու, ավելի երևալու փոխարեն իշխանությունը պետք է հանգիստ թողնի բիզնեսին։ Դադարեցնի տարիներ շարունակվող բիզնեսի թալանը, հարկային տերորը։ Թողնի, որ մարդիկ զգան վայելեն ազատության բերկրանքը։ Միայն այդ դեպքում մարդիկ ոտքի կկանգնեն, կզբաղվեն ոչ միայն իրենց անձնական բարեկեցության հարցերով, այլ կամրացնեն պետությունը։ Սա այն ամենապարզ եւ անկալելի ճանապարհն է, որը հնարավորություն է տվել մարդկությանը իր պատմության ընթացքում հասնել հաջողությունների։ Հասկանալի է, որ այսօրվա իշխանությունը, իշխանության եւ իշխանավորների համար սա անընդունելի ճանապարհ է, բայց դե իրենք հավերժ չեն եւ այդքան էլ ուժ չունեն այս փտած իրեն վարկաբեկած համակարգը պահելու։ Կարող են իհարկե միայն ուժով, զենքով, այնինչ արեցին 6 տարի առաջ այստեղ մարտի 1-ին։ Կյանքը ցույց տվեց, որ դա չփրկեց իրենց։ Այսօրվա իշխանությունը կարողացավ անցած 6 տարիների ընթացքում այնպես ավերել երկիրը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց հայրենիքին նվիրված ծառայած 100 հազարավոր մարդիկ խաղաղ պայմաններում ապահով անվտանգ կյանքի ակնկալիքով ստիպված եղան լքել իրենց երկիրը հարազատ օջախներին։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու մի ճանապարհ կա։ Պարտադրել գործող, այլևս իրենց սպառած, վտանգավոր դարձած, զարգացման որևէ պոտենցիալ չունեցող այս հակապետական իշխանական համակարգին խաղաղ ճանապարհով հեռանալ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պետք է հնարավորություն տալ իրականացնել իր սահմանադրական ամենակարևոր առաքելությունը՝ ընտրությունների միջոցով ձևավորել իշխանությունը։
Շնորհակալություն։ Սիրելի Ժորժ, որևէ թշնամի